Երբ Բակոն էր Արցախում նախագահում, առաջինը Ժիրայր Սեֆիլյանն ասեց, որ Արցախի աբխազացում է տեղի ունենում, որից մեկը լուրջ չվերաբերվեց, մինչև դա տեղի ունեցավ։ Երբ Քարորիայից հետո հոպը համատեղ սարքեցին ռուսների հետ, առաջինը Արա Պապյանն ասեց, որ հաջորդ պատերազմին այդ հոպը չի աշխատելու եւ դուք կտեսնեք հետևանքները։ Եվ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմ եւ հետևանքները տեսանք։ Հիմա էլ ասում ենք, եթե այսպես շարունակեք, Հայաստանի վիլայեթացում է տեղի ունենալու։ Դուք այսքանից հետո գլխի չեք, ում հետ պետք է համագործակցեք, ով է տիրապետում իրականում տարածաշրջանին եւ Հայաստանի ճակատագրին, ով է հասկանում, թե ուր են տանում Հայաստանը եւ ով կարող է դա կասեցնել։ Այսօրվա նախկին ու ներկաներից որից է մեկը նման արտահայտություններով, նման քաղաքական վերլուծություններով երբեք հանդես չի եկել։ Գիտեք ինչու, որովհետև իրենք հենց այդ Հայաստանի կործանումն կազմակերպող ռեժիմի գործիքներն էին։ Իրենք միշտ փափուկ բաց են դրել գլխի տակ, որ դուք ընդհանրապես ծռերին կամ բևեռին բանը տեղ չտնեք։ Եվ ասեմ ավելին, նրանք ծռերին բանտարկել են, ու մինչև օրս նրանք բանտում են, անգամ դուք տեղյակ չեք։ Շատերը գիտեք, թե ծռերն ազատության մեջ են։ Ու դենց քնածել կկործանվեք, եթե ծռերին բանտից չանեք ու նախկին ու ներկային չմերժեք։ Ոչ նախկին, ոչ ներկա, ազգային ապագա։